Մենք վերադարձանք եւ ժամանակն է դիմավորելու մեր առաջին հյուրին։ Վստահաբար մեր քաղաքում շատերն են անձամբ տեսել ու հիշում կնոջը, ով առաջինն էր մեր իրականության մեջ, որ հագավ ազգային տարազ։ Այդ հագուստներով ու զարդերով մասնակցեց տարբեր հեռուստատեսային հաղորդումների, միջոցառումների ու էլ ավելի ճանաչելի դարձրեց ազգային հագուկապն ու զարդերը։ Այդ կինը նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին էր, որ ավելի քան 40 տարի հավաքել է պատմական արժեք ունեցող նմուշներ, դրամների հավաքածու, խեցեղեն, պերճանքի առարկաներ, աշխատանքային գործիքներ, սրբապատկերներ, հնատիպ գրքեր, տարազներ եւ ազգային հագուստներ հայկական նախշերով, գորգեր։ Հայտնի է նրա մեծ տիկնիկների հավաքածուն, դիցական, ծիսական ու ոչ միայն։ Եվ այս ամենը կարող եք տեսնել, եթե թանգարանային գիշերը այցելեք հենց այս թանգարանը։ Մեր տաղավարում է Ագուլեցի հիմնադրամի տնօրեն Գայանե Սամվելյանը։ Բարի առավոտ։ Բարի օր։ Նախ կարծում եմ ավելորդ չի լինի եւս մեկ անգամ խոսել Ագուլեցու նշանակության մասին, ինչպիսի նշանակություն ուներ հայկական մշակույթի պահպանման գործում։ Շնորհակալություն հարցադրման համար եւ նաեւ հրավերի համար։ Այո, Լուսիկ Ագուլեցու ներդրումը ազգային մշակույթի պահպանման մեջ բավականին մեծ է։ Տեսեք, տարիներ շարունակ փառք ու պատիվ ազգագրագետների որ հավաքել, անբարել են մեր պատմությանը, մեր մշակույթին վերաբերող նյութերը, Լուսիկ Ագուլեցին որպես նկարչուհի փորձեց այդ ամենը բերել կյանք։ Օրինակ, դուք ինքներդ խոսքի ժամանակ նշեցիք, որ առաջիններից էր եւ թերևս միակը, ով ամբողջ կյանքում ամեն օր եւ ամեն տեղ գրեց ազգային հագուստ։ Իհարկե, սկզբնական շրջանում հագուստները ստեղծագործություններ էին ազգային ոճի մեջ, բայց քանի որ լավ տիրապետում էր այդ ոլորտին, կարողանում էր շատ գրագետ ներկայացնել, վերջին շրջանում ստեղծեց իր տարազների հավաքածուն եւ արդեն կրում էր նաեւ ամբողջական տարազներ։ Կենաց ծառերի գաղափարը բերեց մեր առօրյա, որովհետև յուրաքանչյուր ծեսի տոնի ժամանակ ունեցել ենք կենաց ծառ, այդ տոնածառը դրանցից մեկն է, որը բավական տարածված էր, բայց յուրաքանչյուր ծեսու տոն է ունեցել կենաց ծառ, դա եւս ստեղծագործական մոտեցում էր, տոնածիսական տեխնիկների հավաքածուի մասին խոսվեց, տեսեք մեր բանահյուսության մեջ, խոսքուզրույցում, տարբեր լեգենդներում, պատմություններում հիշատակվում էին կերպարների մասին, որոնք որպես այդպիսին իրենց տեսքը չունեին։ Իսկ Լուսիկ Ագուլեցին կերպավորեց այդ ամենը, նա մտածում էր, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել, եւ իհարկե սրանք ստեղծագործություններ են ըստ Լուսիկ Ագուլեցի, որովհետև յուրաքանչյուրը կարդալով այդ պատումները, պատմությունները, լսելով լեգենդները կարող է ստեղծել իր երևակայությանը համապատասխան կերպարներ։ Երբ խոսում եք տուն թանգարանից, այ հետաքրքիր է, հա, այցելուներ արդյոք ունենում եք եւ ինչ հաճախականությամբ եք ունենում եւ որքանով են մարդիկ հետաքրքրված նաեւ բացահայտելու Լուսիկ Ագուլեցու կերպարը, հա, ինչպես արդեն բազմիցս նշեցինք, ոչ միայն հագուստը, այլ նաեւ զարդերը, որոնք որ շատ տարբերվող են եւ եթե չեմ սխալվում, մինչ օրս անգամ վաճառքի կան, շարունակում են այդ գործողությունները արտադրել հատուկ զարդեր, հայկական նախշերը պահպանելով, այնպես են մարդիկ մոտենում այս հարցին։ Սկսենք սկզբից, այցելուներ ունեցել ենք շատ, դեռևս այն ժամանակ, երբ որ տուն էր, եւ այդտեղից էլ ծնվեց միտքը տունը թանգարանի վերածելու, նշեմ, որ նաեւ Լուսիկ Ագուլեցու հարսն եմ եւ համատեղ 33 տարի ապրել ենք, անընդհատ էին հյուրերի հոսքը, որոնք ցանկանում էին վերադառնալ իրենց հյուրերի հետ եւ Լուսիկ Ագուլեցին էլ հաճախ էր կրկնում, որ այնինչ վերցրել եմ ժողովրդին, պետք է վերադարձնել ժողովրդին, որովհետեւ այդ հավաքածուն, որ ինքը տարիների ընթացքում ձեռք բերեց, այդ երբ որ ինքը գնում էր նկարելու Հայաստանի տարբեր շրջաններ, Ջավախ, Կարցախ, ամեն տեղ նկարելուն զուգընթաց նաեւ մարդկանց այդ խոսք ու զրույցի բռնվելով մեծ նյութեր անբարում եւ մտածում էր, որ այո, այդ ամենը պետք է վերադարձնել ժողովրդին, այդտեղից միտք խաղացավ տունը վերածելու թանգարանի, այցելուների հոսքը ավելացավ, երբ արդեն 2019 թվականին Լուսիկ Ագուլեցու մահից մեկ տարի անց թանգարան սրճարան ձևաչափով բացեցինք մեր դռները եւ մեր հյուրերից մեկի բնորոշումը տամ թանգարանի մասին
հաճախ եմ այս մասին խոսում, բայց թանգարանի մասին ասված երևի լավագույն բնորոշումներից մեկն է, սա Հայաստանը 4 պատերի մեջ։ Եվ խոսեցիք զարդերի մասին, նաև զարդերի հավաքածուով զբաղվում է Լուսիկ Ագուլեցու դուստրը Աստղիկը Սամվելյան, ով հին զարդերի հիման վրա ստեղծեց զարդերի նոր հավաքածուն, հինը կրելի դարձնելով նորովի եւ վաճառքի են այդ զարդերը։ Թերևս այսքանը։ Շատ գեղեցիկ զարդեր, ես անձամբ ծանոթ եմ, հիանալի։ Իսկապես շատ տիպիկ հայկական, շատ մանրուքներ, որոնց մասին կարելի անդադ խոսել։ Այո, տիպիկ հայկական եւ նաեւ շատ նորաոճ, որոնք իսկապես յուրաքանչյուր գին կերպար, այո, լիարժեք են դարձնում։ Տեսեք, կենաց ծառի մասին ես խոսեցի, իսկ կենաց ծառը դա անցյալ ապագային կապող այդ օղակն է, շղթան։ Հիմնվելով անցյալի վրա, հիմնվելով անցյալում ձեռք բերված գիտելիքների վրա, մարդը ապրում է ներկայում եւ կառուցում ապագան։ Այդ սերունդներին շղթայող օղակն է եւ ինչի համար բերեցի այս օրինակը, երբ որ դու լավ տիրապետում ես տեղեկատվությանը, գիտելիքին, կարողանում ես ստեղծագործել ապրելով ներկայում եւ այդ ամենը փոխանցել սերունդներին։ Օրինակ Աստղիկի պարագայում, Լուսիկ Ագուլեցու պարագայում, տեսեք, տարազների դեպքում, զարդերի դեպքում բավականաչափ լավ տիրապետելով գրագետ կերպով կարողանում է մատուցել ու փոխանցել։ Դրա համար հինը նորովի գրելի է։ Իսկ թանգարանում ներկայացված նմուշներից կապ չունի կլինի դա զարդ, տարազ, որն է ձեր ամենասիրելին, որն է Լուսիկ Ագուլեցու ամենասիրելի նմուշը եւ որոնք են հիմնական այցելուների ամենասիրելի նմուշները։ Ոյ, տեսեք, բավականաչափ տարբեր են, որտեղ ամեն մարդ իր սրտով է զգում։ Լուսիկ Ագուլեցու պարագայում երևի կդժվարանամ ճիշտ է այս պահին, բայց գուցե առանձնացնեմ օրորոցը, որի մեջ մեծացել էր Լուսիկ Ագուլեցու հայրը, հետո ինքը, հետո քույրերը, եղբայրը, եւ տանը, երբ որ երեխաներ չեն ունեցել, Ագուլիսում նվիրել է հարևան ադրբեջանուհուն, որը տարիներ անց վաճառեց օրորոցը, տատը վրդովվել էր այդ փաստից, բայց միևնույնն է երկուսն էլ շատ ուրախ էին, որ ընտանեկան մասունքը վերադարձավ եւ հետագայում նրա մեջ մեծացան նաեւ իմ զավակները, ապագայում թորնիկները, այնպես որ երևի այդ օրորոցը ավելի խորհրդանշական է։ Իսկ յուրաքանչյուր իր, երբ որ ձեռք էր բերվում, գիտեք, այնքան ի սկզբանե հավաքածու ունենալու գաղափար չեն ունեցել ամուսիններով, ամուսինը քանդակագործ էր Յուրի Սամվելյան, արմատներով վանեցի, ծնունդով երևանցի հրաշալի մարդ, բառիսփուն իմաստով, որովհետև եթե չլիներ նաև Յուրի Սամվելյանը, որպես կողակից Լուսիկ Ագուլեցուն, թերևս չկարողանար անել այն, ինչ կարողացավ անել, որովհետև սա երկուսի աշխատանքներ, երկուսի նվիրումներ եւ շատ իրեր, երկուսով լինելով գեղագետներ, սիրում էին իրենց գեղեցիկ իրերով շրջապատել։ Այստեղից է սկսվել, իհարկե ունեին նաեւ ընտանեկան որոշակի մասունքներ եւ միշտ ասում էր կորցնելու վախից սկսեցի հավաքել, որովհետև տեսնում էր, թե ինչպես են այդ իրերը ժամանակի հետ վնասվելով, ոչնչանում, կորում, երկրից բավական մեծ քանակությամբ դուրս հոսում եւ այ հիմա այն իրերը, որոնք գեղեցիկ ցուցադրված են թանգարանում, ժամանակին վնասված են եղել, ուշադրության ու խնամքի կարոտ են ունեցել եւ տեսեք, ինչի համար չեմ ուզում առանձնացնել, որովհետև յուրաքանչյուր իրի վրա որոշակի ջանք, որոշակի ուշադրություն, որոշակի մոտեցում է եղել եւ ամեն մեկը կընտրի իր սրտին հետ խոսող իրը, որպես թանգարանից հեռանալուց որևէ նմուշ, հուշ։ Շուտով թանգարանային գիշերն է մոտենում եւ ամեն մի թանգարան յուրովի է պատրաստվում։ Ինչ նորություններ ունի ձեր թանգարանը։ Այո, այս տարի թանգարանների գիշերը ներկայանում է շատ գեղեցիկ խորագրով, թանգարանները միավորում են մասնատված աշխարհը։ Այն մեր օրերում, երբ աշխարհը մասնատված է լեզուներով, սահմաններով, տարածություններով, ինչու՞ չէ պատերազմներով, թանգարանները այն միջավայրն են, որտեղ մարդը հնարավորություն է ունենում հանդիպելու մարդու հետ
հիշողության, ինքնության, հոգևոր արժեքների միջոցով։ Թանգարանները միայն ցուցանմուշների պահոց չեն, սա այն հարթակն է, որտեղ տարածության ու ժամանակի մեջ մարդը հնարավորություն ունի շարունակելու երկխոսությունը։ Այստեղ անցյալը խոսում է ներկայի հետ եւ սա յուրատեսակ հարթակ է դառնում մշակույթով միավորվելու, որովհետև տարբեր մշակույթների իրեր են ցուցադրվում հաճախ թանգարաններում, տարբեր ժամանակաշրջանների եւ այդ ամենը միավորող գաղափար ունի, ուստի այս տարվա խորագիրը բավական հետաքրքիր է։ Նշեմ, որ տարին հոբելյանական է, այս տարի լրանում է Լուսիկ Ագուլեցու 80-ամյակը եւ մայիսի 31-ին եւ այս ամիսը մեր թանգարանի համար բավական խորհրդանշական է եւ ցուցադրության այս տարվա ամբողջ ուղղվածությունը Լուսիկ Ագուլեցու գործունեությունն է, որովհետեւ մեր թանգարանում Լուսիկ Ագուլեցուց զատ ներկայացվում է նաև ընտանիքի անդամների ստեղծագործությունները, որովհետև 5 սերունդ ստեղծագործողներ են, ընդհանուր հավաքածու, այս տարի շեշտադրումը հենց Լուսիկ Ագուլեցին է։ Իսկ հոբելյանական օրվա հետ կապված ինչ միջոցառումներ կան գուցե հենց այդ օրը կամ դրանից առաջ եւ հետո եւս։ Մենք նախաձեռնել ենք շարք 80 հանդիպում 80-ամյակին եւ Հայաստանի տարբեր շրջաններում արդեն ունենք պայմանավորվածություններ, ներկայացնելու ենք Լուսիկ Ագուլեցու գործունեությունը, այն դերն ու նշանակությունը, որ ունեցել է մեր մշակույթի մեջ, իհարկե բացենք նաև համագործակցությունների առջև եւ եթե կլինեն շրջաններ, տարածաշրջաններ, որոնք պատրաստ են հյուրընկալելու, մենք պատրաստ ենք գնալու նաև այդ տարածաշրջաններ։ Ամսի 31-ին ունենալու ենք միջոցառում թանգարանում, որտեղ ֆիլմ է ցուցադրվելու։ Անցյալ տարի մենք Կանադայից հյուրընկալեցինք նկարչուհի քանդակագործ Լուսնակին, ով 2 ամիս կարելի ասել ապրելով թանգարանում ստեղծել է Լուսիկ Ագուլեցու դիմանկար եւ քանդակ, որը եւ թանգարանային գիշերվա շրջանակներում կցուցադրվի, նաև այդ օրը բացման արարողությունը կլինի, համերգային ծրագիր կունենանք։ Մի խոսքով տարին առջևում է, մենք չենք պատրաստվում մեկ օրով կամ մի քանի ծրագրով սահմանափակվել, տարվա ընթացքում բազմիցս կանդրադառնանք այդ թեմային։ Վարպետաց դասեր շատ կարևոր է այսպես հարց, որ այսօր շատ ակտուալ է, մարդիկ այսպես շատ ավելի սիրում են եւ կարծես թե կար մի ժամանակահատված եւ մարդիկ շատ այսպես հետ էին գնում մեր հիմքից, մեր հայկականությունից, բայց հիմա սիրում են։ Այ ինչով է առանձնանում ձեր թանգարանը, քանի որ վարպետաց դասեր, եթե չեմ սխալվում, ունեցել եք եւ կարծեմ թե շարունակում եք ել ավելի ամրապնդել այս ուղին։ Այո, ի սկզբանե, տեսեք, բոլոր ծեսերի տոների ժամանակ մարդիկ եղել են ոչ թե հանդիսատես, այլ եղել են մասնակից եւ մեծից փոքր մասնակցություն են ունեցել ծեսի տոնի ժամանակ։ Այսինքն իրենց ձեռքերով պատրաստել են ինչ-որ բաներ եւ մեր թանգարանը ի սկզբանե շատ կարևոր տեղ տվեց վարպետաց դասերին եւ ցորենի հյուսման տարբեր ձևեր ենք սովորեցնում, կաթանախշի օգնությամբ կաթապատրաստում, նկարազարդումներ, բարեկենդանի տեխնիկներ, դիմակներ, այսինքն առաջնորդվում ենք տարբեր ծեսերի տոների ժամանակ իրականացվող այդ աշխատանքներից եւ բավականաչափ արձագանք ենք ստանում նաեւ հյուրերից։ Իսկ ինչ երազանք ուներ Լուսիկ Ագուլեցին կապված թանգարանի ապագայի հետ, որովհետև այն ժամանակ տուն թանգարան էր, այն ժամանակ նա կարծես ապրում էր այդ ամեն ինչով, իսկ հետագայի մասին մտածում էր եւ կիսվում էր իր մտքերով ձեզ հետ։ Լուսիկ Ագուլեցին, տեսեք, մտածում է ընդհանրապես իր տեսակով փորձում էր շարունակել ու պահպանել այս ամենը։
Եվ ուրախանում էր, երբ որ մենք եւս մասնակից էինք դառնում այդ ամենին եւ փորձում էինք համալրել թե հավաքածուն, թե տեսնում էր մեր վերաբերմունքը այս հավաքված իրերի նկատմամբ եւ ուզում էր, որ այս ամենը մենք կարողանանք պահել, պահպանել ու փոխանցել սերունդներին։ Այսինքն հաճախ ենք տեսնում, թե ինչպես են սերունդները փչացնում, չեն պահպանում այն ամենը, ինչ ստեղծել են ծնողները, եւ թերևս ամենամեծ երազանքը այն էր, որ պահպանվի ու շարունակվի այս ամենը։ Եվ ինչը դուք անում եք։ Ձեր ամբողջ ընտանիքը անգամ սկուտերի վրա մեզ մատուցել են եւ այլ կերպ չէր կարող լինել։ Եվ ասեմ, որ ինքը շատ հետաքրքիր սովորություն էր, երբ որ մի բան ձեռնարկում էր, այդ ամենին մասնակից էինք դառնում բոլորս։ Ստեղծում էր այնպիսի միջավայր, որ մենք կամա թե ակամա միանում էինք այդ գործին եւ սա էլ մեր համար արդեն դարձել էր կենսակերպ։ Բայց հետաքրքիր է տեսնում եք կամա, բայց արդյոք ընտանիքում կային մարդիկ, ովքեր միգուցե չէին ուզում այդքան վերադառնալ հնությանը միգուցե մեր նախնիներին, թե բոլորը այսպես միացյալ ուժերով մեծ սիրով։ Ասեմ ձեզ, դա պարտադրական երբեք չի եղել։ Տեսեք, մենք միշտ պիտի թողնենք ընտրելու հնարավորություն եւ ինքը տալիս էր այդ հնարավորությունը։ Օրինակ, երբ որ երեխաներս փոքր էին եւ տարբեր տեղերում տեսնելով տոնածառ, մեր տանը մի քանի տոնածառ է եղել։ Եղել է եւ ժամանակակից ձևավորումով եւ եղել է ավանդական տոնածառը, որպիսի հաճախ պարտադրանքը հակառակ էֆեկտն է տալիս, դրա համար միշտ եղել է այդ ընտրության հնարավորությունը։ Իսկ ո՞րն էր ավանդական տոնածառը ձեր տանը։ Ավանդական տոնածառը ամեն տարի տարբեր էր, պատրաստվում էր ավելներով, պատրաստվում էր փշարմավի ճյուղերով, ցորեններով, այսինքն դա ստեղծագործական աշխատանք է, երբ ամեն տարի տեսնելով ինչ-որ գեղեցիկ ճյուղ, տեսնելով դաշտում ցորենները կամ չգիտեմ, այսինքն ստեղծագործական աշխատանք, որը ծնվում է հենց այդ պահին։ Քարացած ոչինչ պետք է լինի, միշտ պետք է լինի դինամիկ, միշտ պետք է լինի շարժման մեջ եւ մեր տոնական ծառերը գրեթե չեն կրկնվում։ Թանգարանը ներկայացնում է ազգայինը եւ Լուսիկ Ագուլեցին էլ հայկական մշակույթը պահպանելու համար շատ մեծ գործ է արել, բայց այսօր մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների դարաշրջանում։ Արդյոք թանգարանը զուգահեռ քայլում է նաեւ այս դարաշրջանին եւ գուցե թվային տեխնոլոգիաները ձեզ օգնում են, որպեսզի այն ամենը, ինչը մենք ունեցել ենք այն ժամանակ եւ չենք կարողացել նյութապես վերականգնել, դրանք կարողանում ենք վերականգնել օրինակ արհեստական բանականության միջոցով։ Այս պահին դեռ ոչ, բայց իհարկե ցանկություններ կան եւ անհրաժեշտ է նաեւ այս ամենի մեջ ներառել ժամանակակից տեխնոլոգիաները, ավելի ճիշտ ներկայանալու, ավելի ճիշտ մատուցելու աշխատանքներ տարվում են, բայց քանի որ դեռ տեսանելի արդյունք չկա, որի մասին կխոսեմ, Հույս ունենանք, որ ձեր հաջորդ այցին արդեն կխոսեք նաև այդ նորության մասին։ Իհարկե, որովհետև շատ կարևոր են դրանք, որովհետև պետք է քայլել ժամանակին համընթաց եւ երեխաներին տալ նաև մատաղ սերնդին հետ խոսել իրենց լեզվով։ Այո։ Թանգարանային գիշերը եւս մեկ անգամ առիթ է բոլորին կոչ անել, տարվա մեջ գոնե մեկ անգամ էլ ավելի ուշադիր լինել թանգարանների հանդեպ։ Ինչ հետաքրքիր ծրագիր ունեք այդ օրը եւ ինչով է հենց կոնկրետ այդ օրը տարբերվելու ծրագրային առումով ձեր մնացած բոլոր օրերից։ Տարբեր տարիներին տարբեր ցուցադրություններով ենք մասնակցել թանգարանային գիշեր ծրագրում, առանձին անդրադարձել ենք տարազներին, տոնածիսական մշակույթին, առանձին անդրադարձ ենք ունեցել Լուսիկ Ագուլեցու դիմանկարների շարքին, Յուրի Սամվելյանի քանդակներին, ինչպես նշեցի, այս տարի մեր հիմնական շեշտադրումը լինելու է Լուսիկ Ագուլեցու գործունեությունը եւ ցուցադրությունը այնպես է կազմված, որը նվիրվելու է Ագուլեցու 80-ամյակին։ Շնորհակալություն զրույցի համար։ Վստահ ենք, որ մեր հեռուստադիտողներից շատերը արդեն իմացան, թե որտեղ կլինեն թանգարանային գիշերվա օրերից մեկը, որտեղ կանցկացնեն։ Իսկ մենք անցնենք առաջ եւ միասին լսենք երաժշտություն ու վերադառնանք տաղավար։